Եկեղեցու մասին Փաշինյանը լռում է, բայց կուսակցական դրա տեղակալը Գևորգ Պապոյանը քիթը խոթել է հոգևորականների անկողին եւ դուրս չի գալիս ընդդեղից։ Երեկվա դրա խայտարակ հարցազրույցի մասին եմ խոսում, երբ որ նա շանտաժով խոստանում էր փաստեր հրապարակել, կոնկրետ անուններով եւ այլն եւ այլն։ Տեսեք, Գևորգ Պապոյանի գործը այսօր մեր երկու հարևանների հետ սահմանները փակել։ Աստված մի արասեր, բայց շատ մոտ ենք մի իրավիճակին, որ հայ-իրանական սահմանը փակվի։ Մնում է մի բաց սահման Վրաստանի հետ, որի հետ խնդիրներ, որի տրանզիտային խնդիրները Վրաստանը հարուցել արդեն 2 ամիս շարունակ, եւ կոնյակագործությունը տնտեսական այլ ճյուղեր ուղղակի տուժում են։ Գևորգ Պապոյանը ի պաշտոնե պարտավոր էր գիշեր-ցերեկ զբաղվել այդ տրանզիտային խնդիրների վերացմամբ։ Բայց նա խնդիրները թողած մտել է հոգևորականների անկողին եւ շակալի հետեւողականությամբ այդ անկողից դուրս չի գալիս։ Ես չգիտեմ ընդհանրապես Հայաստանի ամենամեծ մարտարավերն իշն է։ Արտաքին թշնամիներ ունենալը, թե ազգադաշ սրբապիղծների այս իշխանությունը ունենալը։ Կարծում եմ երկրորդ առաջին հերթին։ Որտեղ եթե դու ունենաս սոլիդ իշխանություն, ինքը ոչ միայն հասարակության կոնսոլիդացիա կապահովի, այլ կփորձի տարբեր սցենարներ ունենալ տարբեր մարտահրավերների դիմակայելու համար։ Առաջին հերթին շատ արագ այս ստեղծված իրավիճակում ուղղակի դա գերխնդիր է Ռուսաստանի հետ ակտիվ աշխատանք տանելը, որտեղ ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ առաջացած բազմաթիվ ռիսկերից մեզ պաշտպանելու շահագրգռություն ու կարողություն ունի թերևս միայն Ռուսաստանը։ Ցավոք դրա նախադրյալները մենք դեռ չենք տեսնում։ Ոչ մի լուրջ աշխատանք իշխանության կողմից չենք տեսնում։